Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը նախ կարճ մի քանի տողով։ Անփողկապ հանդիպում գործարար համայնքի հետ գործադիրը առաջարկություններ է հավաքել առաջնահերթություններ սահմանելու համար։ Մարզիկների համար նոր մարզադպրոց Փարաքարում շինարարության բյուջեն 450 միլիոն դրամ է։ Պարտադրվածություն թե քաղաքացիական պարտավորություն, ապրիլին Հայաստանում նշվում է հարկ վճարողի օրը։ Եվ պետաջակցության ծրագիր զբաղվածության ապահովման համար շահառուները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն են։ Հայաստանում բիզնես միջավայրի հնարավորություններն ու խնդիրները քննարկվել են Տավուշում։ Առանց փողկապ հանդիպում է տեղի ունեցել կառավարության անդամների ու գործարար համայնքի ներկայացուցիչների միջև։ Պանելային քննարկումներ, հարց ու պատասխան, անկաշկան շփումներ, այս ձևաչափով հանդիպումները նախատեսում են կրկնել։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնված խնդիրները դառնալու են կառավարության առաջիկա բարեփոխումների առաջնահերթությունները։ Անհրաժեշտության դեպքում կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ։ 100-ից ավելի գործարարներ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ Դիլիջանում քննարկում են Հայաստանում բիզնես միջավայրի հնարավորություններն ու խնդիրները։ Հանրապետության նախագահը վստահ է, երկրում տնտեսությունը զարգանում է, եթե կա պայքար կոռուպցիայի դեմ։ 18 թվականի տնտեսական հաջողությունները հենց հիմնականում պայմանավորված են կոռուպցիայի դեմ պայքարով։ Դուք կարող եք այլ գործոններ ասել, բայց ես գնահատում եմ, որ հենց այդ խնդիրն էր, որ օգնեց բացահայտել այն պոտենցիալը, որ կա մեր տնտեսության մեջ եւ հնարավորություն տալ գործարար շրջանակներին դրսևորել իրենց։ Գործարար համաժողովին ներկա են խոշոր գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ դեղագործություն, շինարարությունից մինչև հեռահաղորդակցություն ու բարձր տեխնոլոգիաներ։ Հանդիպման նախաձեռնողը հանրապետության վարչապետն է։ Նպատակը արդյունավետ քննարկումներով բացահայտել տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Պիտի ուղիղ եւ միանգամից ասեմ, որ այս քննարկումը ինձ համար հետևյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին կառավարությունը եւ մասնավոր հատվածը սպասարկում Հայաստանի Հանրապետության պետական շահը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է եւ ամեն անգամ ես սա ասելիս ավելի համոզված եմ ասում, որովհետեւ տնտեսական զարգացումը եւ նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու եւ լուծելու։ Հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում, ինչ խնդիրներ կան այստեղ եւ որ խնդիրներն են, որ լուծվել են, գործադիրի ղեկավարի ակնկալիքներից են այս համաժողովից։ Առանց փողկապ հանդիպման պանելային քննարկումներով, հարց-պատասխանով, ընդմիջումների ժամանակ մասնավոր հատվածի ներկայացուցիչները որոշում կայացնողների հետ ուղիղ շփումների հնարավորություն ունեցան։ Ստացվեց անկաշկան երկխոսություն, բիզնեսը հնարավորություն ունեցավ բարձրաձայնելու կարևորագույն խնդիրներ, իսկ հանրային իշխանությունը հնարավորություն ունեցավ առաջին դեմքով լսել բարձրաձայնված խնդիրները եւ դրանից կատարել հետևություններ։ Կարծում եմ, որ նման պլատֆորմներ ստեղծելը մասնավոր եւ կառավարության համագործակցությունը խթանելու համար շատ կարեւոր է։ Մենք որպես մեծ multinational կամպանիա սերտ համագործակցում ենք կառավարության հետ, նախարարությունների հետ, որտեղ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ կառավարությունն էլ իրական պատկերը իմանա։ Խնդիրը, որի մասին մենք ուզեինք խոսել, դա այն մասնավոր հատված, պետական հատված կառավարման օղակներ կոմունիկացիայի մասին է։ Փոքր բայց փոփոխություն կա, որ մարդիկ արդեն նշում են կրթությունը որպես իրենց հաջողություն հասնելու հիմնական պայմաններից մեկը։ Վաղուց ՏՀՏ-ն կամ բարձր տեխնոլոգիաները ոլորտ չեն։ Նրանք գործիք են ամբողջ տնտեսության համար։ Կառավարությունը մասնավոր հատվածի համար տարաբնույթ աջակցության ծրագրեր ունի, սուբսիդավորվող վարկեր, հումքի, սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություններ, դրամաշնորհներ, կրթական աջակցության ծրագրեր։ Տնտեսության հզորացման համար կարևոր է արտադրողականության բարձրացումը, այդ իմաստով գործարարների կողմից խիստ պահանջված է լիզինգի գործիքը։ Միայն 2022 թվականի մարտ ամսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը, այսինքն ժամանակահատված, երբ որ արտադրողականությունը 8.2-ից դարձել է 10.3, այսինքն 4.1 դոլարով ավելացել է մեր արտադրողականությունը, այդ ժամանակահատվածում պետությունը մասնավոր հատվածի հետ այդ արտադրողականության խթանման ծրագրի միջոցով 1 միլիարդ դոլարի մասնավոր հատվածը մեքենա սարքավորումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ է ձեռք բերել։
Այս ձևաչափով հանդիպումների ընթացքում կառավարությունը փորձում է հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունը, հենց գործարար համայնքից ստացված հետադարձ կապով լրամշակել կամ փոփոխել աջակցության ծրագրերը, անհրաժեշտության դեպքում սկսել օրինագծերի մշակում։ Մարզադպրոցի նոր շենք է կառուցվում Փարաքարում 450 միլիոն դրամ բյուջեով։ Համայնքը կունենա ընդարձակ շենք մարզումների համար հարմար միջավայր։ Արդեն մոտ կես դար համայնքում պատրաստում են բռնցքամարտիկների, ըմբշամարտիկների ու ծանրամարտիկների։ Հիմա 120 սան ունեն, որոնք շինաշխատանքներին զուգահեռ մարզումները շարունակում են դեռ նախկին շենքում։ Գործը ժամանակացույցով պետք է ամփոփեն այս տարեվերջին ու փարաքարցիները կկարողանան իրենց դպրոցում հյուրընկալել նաև տարբեր մրցաշարեր։ Փարաքարի մարզադպրոցի սաները պատրաստվում են հանրապետական մրցաշարի, այս տարի արդեն 3-րդ անգամ։ Տարվա ընթացքում կմասնակցեն նաև միջազգային մրցումների։ Մոտ 120 սան ունի դպրոցը, ոչ միայն Փարաքարի մոտակա բնակավայրերից, այլև մայրաքաղաքից են հասնում այս դպրոց։ Ստեղից ունեցել ենք բազմաթիվ արդյունքներ, Հայաստանի Հանրապետության հաղթողներ, Եվրոպայի առաջնության մասնակիցներ։ Հենակետային 3 մարզաձևով են զբաղվում բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանրամարտ։ Մարզադպրոցի տարածքը մեծ չէ, մարզաձևերն ավելացնել չեն կարող, բացի այդ եղած մարզասրահներում էլ բազմաթիվ խնդիրներ կան։ Փարաքար համայնքի միակ մարզադպրոցը 1980-ականներին է կառուցվել։ Երեխաների թիվը մեծանում է, պահանջարկը շատ է։ Մեր դալիճային պայմանները չի բավարարում, շենքային պայմանները տեսնում ենք ցածր է մի քիչ ինքը, խոնավություն ունենք։ Մի խոսքով կան խնդիրներ, որոնց անհրաժեշտություն եղավ նոր մարզադպրոցի։ Մոտ 1 տարի առաջ հին մարզադպրոցին կից սկսեցին կառուցել նորը։ Ծածկն արդեն դրել են, աշխատանքների զգալի մասն արել։ Երկհարկանի է կիսանկուղային եւ վերգետնյա մեկ հարկով։ Կոնստրուկտիվ առումով մեկ ամբողջական շինություն է, սեսմակայուն։ Մոտ 820 քառակուսի մետր է մարզադպրոցի մակերեսը, կունենան մարզադահլիճ, մարզիկների համար նախատեսված գոտի բոլոր անհրաժեշտ պայմաններով, ադմինիստրատիվ հատված, օժանդակ շինություններ։ Ունենալու ենք չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց, այսինքն լինելու ամեն սպորտաձևի համար իր առանձնացված մարզասրահ, հանդերձարան, լոգախցիկներ, բոլոր պայմանները նորմալ պարապմունքներ անցկացնելու համար։ Հատուկ ուշադրություն են դարձրել ոչ միայն շենքի ամրությանը, այլև ջերմամեկուսացմանը, դրանից հետո միայն կանցնեն արտաքին հարդարմանը։ Բնական քարերով եւ կոմպոզիտ պանելներով երեսպատում են նախատեսում։ Նոր դպրոցն ավելի գրավիչ ճարտարապետական տեսք կունենա։ Ծրագրի արժեքը 450 միլիոն դրամ է։ Սկսել ենք 2024 թվականի մայիս ամսին, նախատեսված ավարտը 2025 թվականի նոյեմբերին։ Հիմա տեսնում ենք, որ պատերը ջերմամեկուսացնում են, իսկ այդ խոնավությունը բացառելու համար հենց ամենասկզբում հիմքից դրենաժային համակարգ է կառուցվել։ Շենքը ամբողջությամբ երկաթբետոնե կոնստրուկցիայով է հավաքված։ Շինարարության ավարտին կբարեկարգեն տարածքը, ավելի քան 1100 քառակուսի մետրը կանաչապատ կլինի։ Լիահույս են նոր մարզադպրոցում բոլոր պայմանները կունենան ոչ միայն մրցաշարերի մասնակիցներ պատրաստելու համար, այլև հյուրընկալելու տարբեր ստուգատեսեր։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք մի մարդու, ով ոչ միայն ակադեմիական համայնքի ներկայացուցիչ է, այլ նաև մտածողության ոլորտի մասը, որը ձևավորում է մեր հասարակության արժեքային համակարգը։ Այստեղ է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլի Օդուխանյանը։ Պարոն Օդուխանյան, ապրիլի 19-ը նշվում է որպես հարկ վճարողի օր։ Ոմանց մոտ այս օրը պարզապես հերթական օրն է տոնացույցում, այսպես ասած, մյուսների համար շատ խորը նշանակություն ունի։ Ձեր տեսանկյունից ինչպիսի օր է ընդհանրապես եւ արդյոք պետք են հատուկ օրեր ունենալ։ Բնականաբար պետության կայացման այս գործընթացում քաղաքացիական գիտակցության եւ պատասխանատվության շեմի բարձրացումը շատ կարեւոր է եւ հետեւապես հարկ վճարողի օրը որպես այդպիսին պետության կայացման հիմնասյուներից մեկն է, որովհետեւ բոլորս լինելով պետության քաղաքացիներ ոչ միայն պետք է իրավունքների մասին խոսենք, այլ նաև այն պարտականությունների, որոնք ստանձնում ենք մեր պետության նկատմամբ։ Այդ օրը նաև պետք է արմատավորվի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գիտակցության մեջ եւ դա դառնա միևնույն ժամանակ նաև հպարտության օր, որովհետեւ քաղաքացին ինքն էլ է նպաստում պետությանը հարկերը վճարելով եւ կայացնում է յուրաքանչյուրս հարկ վճարելով կայացնում ենք այն պետություն եւ պետականությունը, որից ակնկալում ենք նաեւ պաշտպանություն։ Եվ այստեղ քաղաքական համակարգը գործում է
մուտքերի եւ ելքերի սկզբունքի հիման վրա, երբ ոչ միայն պետք է պահանջել, այլ նաեւ պետք է աջակցել։ Ձեր ղեկավարած կառույցն, ինչպես շատ այլ պետական կառույցներ, հիմնական ֆինանսավորումը պետությունից է, հայտնի է, որ վերջին տարիներին պետական բյուջեի մուտքերը, եկամուտները ավելացել են, ինչպես եք դուք եւ ձեր գործընկերները զգում այդ աճը։ Աճը բավականին շոշափելի է, որովհետև վերջին տարիներին որդեգրած գիտության քաղաքականության զարգացման ռազմավարությունը ինքնին նաև աշխատավարձերի տեսքով թեկուզ եւ բավականին մեծացրել է ծավալները վարձատրության գիտաշխատողների եւ սա շատ կարեւոր մոտիվացիա է հանդիսացել, որպեսզի գիտությունը լինի ոչ թե որպես օժանդակ, այսպես ասենք, գործողություն գիտությամբ զբաղվողների համար, այլ դառնա հիմնական գործունեություն, որովհետև ցավոք սրտի նախկինում գիտությամբ զբաղվում էին ավելի շատ համատեղության կարգով, հաշվի առնելով, որ վճարումները կամ աշխատավարձը բավականին նվազ էր զուտ ստատուսի համար երբեմն։ Այո, եւ շատերը գիտության մեջ հենց այդ ստատուսն էին որոնում, որը կնպաստեր այլ ոլորտներում առաջխաղացման համար, իսկ հիմա գիտության ոլորտում կարծում եմ մնում են այն մարդիկ, ովքեր իսկապես գիտությամբ են ուզում զբաղվել եւ բնականաբար հետզհետ է ավելացումը ֆինանսական աջակցությունը այս տեսանկյունից նաեւ մոտիվացնում է։ Բնականաբար ֆինանսական աջակցությանը զուգահեռ նաեւ պահանջներն են գնալով ավելի խստացվում, ինչը իհարկե օբյեկտիվ է, որովհետեւ պետք է նաեւ ստանալ այն արդյունքը, ինչի դիմաց գիտնականը վճարվում է, այսպես ասեմ։ Սա որոշակի դժվարություններ է օբյեկտիվորեն նաեւ առաջացնում, որտեղ մենք գոնե հասարակագիտական ոլորտի մասին ես կխոսեմ, մի փոքր ավելի դժվարությամբ է ինտեգրվում այն միջազգային ստանդարտներին, որոնք այսօր կան, բայց կարծում եմ, որ process-ը թեև որոշակի դժվարություններով այնուամենայնիվ հաղթահարելի է։ Ընդհանրապես գիտության ոլորտում կարծում եմ կայունությունը խիստ կարևոր է հատկապես ֆինանսավորման տեսանկյունից։ Բնականաբար կանխատեսելի ֆինանսավորումը նաև թույլ է տալիս պլանավորել հաջորդ տարվա անելիքները եւ վերջին ընդունված որոշումները գիտության ոլորտում սրանք նաև արդեն որոշակի կանխատեսելիություն են ապահովում գիտնականների համար հասկանալու թե իրենց կատարած նախորդ տարիների աշխատանքը ինչպիսի գնահատականի կարող է արժանանալ եւ հետագայում նույն այդ ատեստավորման պայմաններում հասկանալ թե ինչպիսի հնարավորություններ ունի տվյալ գիտնականը, այսինքն շատ բան կախված է նաեւ գիտնականի տված գիտական արդյունքից եւ որակից աշխատանքի ֆինանսավորման մեր ինստիտուտի պարագային բազային ֆինանսավորումն է, բայց պետությունը բացի բազային ֆինանսավորումից նաև տարբեր դրամաշնորհային ծրագրեր մրցութային կարգով իրականացնում է եւ սա հնարավորություն է տալիս բացի բազային ֆինանսավորումից ունենալ նաև հավելյալ ֆինանսավորում, այդ թվում համագործակցելով արտերկրի, հայազգի կամ օտարազգի գիտնականների հետ, այնպես որ հնարավորությունները բավականին մեծացել են։ Իհարկե որոշ սեգմենտ մեր ոլորտում դժվար է հարմարվում այս նոր կարգերին, նույնիսկ դժգոհություններ կարող են առաջանալ, բայց սա բնական է, որովհետև յուրաքանչյուր փոփոխություն որոշակի վերապահումով կարող է ընդունվել, բայց երբ ընթացքի մեջ է արդեն գործընթացը, հասկանալի է դառնում, որ այդ փոփոխությունները հօգուտ են եւ ոչ թե ի վնաս, եւ սա նաեւ ստիպում է, այսպես ասենք, պայմանականորեն ձևակերպում գիտնականին ինքն իր վրա աշխատել եւ չմնալ նույն տեղում, չդոփել նույն տեղում եւ ենթադրենք տասնամյակներ արված գիտական հրապարակումներով կամ ստացված գիտական կոչումով շարունակել, այսպես ասենք, աշխատել, որովհետեւ գիտության ոլորտը շատ արագ է զարգանում, հասարակական գիտությունը իր հերթին զարգանալու հիմնական մոտիվացիան։ Բնականաբար, եթե այդ մրցակցությունը չի լինում, դու մնում ես նույն տեղում, ստագնացիա է տեղի ունենում, իսկ մրցակցության պարագայում գիտնականը ինքը արդեն ավելի զարգացման իր նաև անձնական գիտական զարգացման հեռանկարներին շատ ավելի ուշադիր է մոտենում եւ բնականաբար այդ մրցակցությանը դիմանալու համար ինքն էլ սկսում է ավելի շատ աշխատել, այնպես որ կարծում եմ սկզբունքները ճիշտ են ձևակերպված, որոշակի նյուանսներում թերություններ միշտ էլ կարող են լինել, դրանք աշխատանքի գործունեության ընթացքում են ի հայտ գալիս, բայց դրանք էլ երբ ի հայտ են գալիս, բնականաբար լուծումներ են պահանջում եւ վստահ եմ, որ այդ հարցերը նույնպես կլուծվեն։ Պարոն Օդուխանյան, արդեն խոսեցիք իրավունքների ու պարտականությունների մասին, ինչն է խանգարում, ինչն է հիմնական պատճառը մեր հասարակության մեջ, որ օրինակ
հարկային պարտավորությունները կատարելը չդիտարկվի որպես պարտադրված քայլ, այլ քաղաքացիական պարտավորություն։ Ես կարծում եմ, սա քաղաքական գիտակցության խնդիր է մեր հասարակության մոտ, որովհետև այն քաղաքացիական ժառանգությունը, որը մենք որ ունեցել ենք, այնուամենայնիվ իր ազդեցությունը թողել է մարդկանց քաղաքացու ընկալման եւ քաղաքացու պատասխանատվության, այսպես ասենք, մոտիվացիայի վրա, որտեղ շատ ավելի նախկինում պատերնալիստական գիտակցությունն է եղել գերակա, երբ քաղաքացին ակնկալել է, որ իր փոխարեն բոլոր հարցերը պետք է լուծվեն, իսկ հիմա հակառակն է, այսինքն քաղաքացին ավելի է սուբյեկտ անում եւ ինքը պետք է պատասխանատվություն ստանձնի որպես քաղաքացի, օրինակ վճարելով հարկեր։ Եթե մենք նայում ենք ուղղակի զարգացած երկրների օրինակը, մենք տեսնում ենք, որ սա վիճարկելի հարց չէ, վճարել հարկեր թե ոչ, սա պատասխանատվություն է, սա քաղաքացուն մոտիվացնում է, որպեսզի ինքը նաև գալիք տարիների նկատմամբ շատ ավելի կանխատեսելի ապահովվածության հեռանկար ունենա։ Եւ մեր հասարակության մեջ էլ այս փոփոխությունները տեղի են ունենում, երբ սկսվեց հանրայնորեն խոսվել եւ քննարկվել, որ այդ ՀԴՄ-ները պետք է չէ պահանջել, սա շատ կարևոր քայլ է։ Եթե մենք նայում ենք զարգացած երկրների օրինակին, այստեղ պահանջելու խնդիր չկա, որովհետև դա արդեն դարձել է քաղաքացիական մշակույթի մի մաս, որ դա պետք է լինի, այլ դրա չլինելը հակառակ էֆեկտը կարող է առաջացնել։ Մեր մոտ տեսնում ենք, որ այս գիտակցությունը նոր գործունեության մեջ է մտնում եւ քաղաքացիները պահանջում են, այսպես ասենք, երբեմն հարկատուները իրենք կարող են, եթե քաղաքացին չի պահանջում, փորձել, այսպես ասենք, անտեսել այս հանգամանքը, բայց երկկողմանի, նույնիսկ եռակողմանի։ Այո, այս ամենը պետք է բացառվի եւ մենք պետք է հասկանանք, որ պետության կայացման համար հարկերի վճարումը առանցքային դեր եւ նշանակություն ունի եւ այդ հարկերի վճարումը հենց այդ ոլորտի զարգացման հնարավորությունն է առաջին հերթին։ Պարոն Օդուխանյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2000 մեր հայրենակից զբաղվածության հարցը լուծել է պետական աջակցության ծրագրով։ 6000-ից ավելին էլ գործ է գտել միասնական սոցիալական ծառայությունների ուղղորդման շնորհիվ։ Պետությունը խրախուսում է գործատուներին աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել թիրախային խմբի ներկայացուցիչների հետ 3 բաղադրիչով՝ ուսուցում, պրակտիկա եւ աշխատանք։ Ստանձնում է նրանց կրթավճարը, պրակտիկայի փուլում տալիս է աշխատավարձ, բուն եռամսյա աշխատանքի փուլում էլ հարկերի փոխհատուցում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, ծրագրի ավարտից հետո ժամանակավոր պայմանագրերը հիմնականում փոխարինվում են անժամկետով։ Գույների հետ իմպրովիզներ անել, նոր երանգներ ստանալ Արինան սիրել է միշտ, դեռ մանկուց որոշել էր դպրոցից հետո դիմահարդարման դասընթացների գնալ, մասնագիտանալ։ Ես սիրում եմ մարդկանց լավ տրամադրություն տալ, իմ փայլուն գույներով, գեղեցկացնել իրենց ավելի, արտահայտիչ դարձնել իրենց դիմագծերը։ Դասընթացների կուրսը, որ սկսեց Ստեփանակերտում, պատերազմի օրերին անավարտ մնաց։ Բռնի տեղահանությունից հետո տևական ժամանակ թևաթափ էր, որևէ նոր բան նախաձեռնելու մոտիվացիա չուներ։ Եվ ընդամենը 1 ամիս առաջ վերադառնալով սիրելի զբաղմունքին, ընկերական նոր սրտաբաց միջավայր շփիտը վերագտել է։ Գոհ եմ մնում իմ աշխատանքից, ես էլ ինձ ավելի լավ եմ զգում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության ապահովման պետական ծրագրով է Արինան գեղեցկության այս սրահում դիմահարդարման եռամսյա պրակտիկա անցնում վարձատրվող, որից հետո նաև նույնաժամկետ աշխատանքային պայմանագիր կունենա դարձյալ ծրագրի պահանջով։ Կարճ ընթացքում նրան եւ կոլեկտիվն է սիրել եւ հաճախորդները նրանց գոհունակությունից թևեր է առնում, հետո երազանքներ պահում։ Պլաններ ունեմ, հետո իմ ստուդիան ունենամ, հիմա թվում է տենց անիրական, բայց իմ մեջ ուժը կա, որ ես հասնելու եմ դրան։ Սրահում որպես մատնահարդար աշխատող Մելինեն էլ Մարտակերտի շրջանից արդեն հասցրել է զբաղվածության նույն ծրագրով այստեղ պրակտիկա անցնել, 0-ից նոր մասնագիտություն սովորել։ Փորձաշրջանի եւ ժամանակավոր եռամսյա աշխատանքային փուլը հաջող ամփոփելով հիմա աշխատանքային անժամկետ հարաբերությունների մեկնարկային փուլում է։ Կես տարում սովորել եմ այս գործի նրբությունը, շատ հաճախորդներ դարձել են մշտական հաճախորդներ, տնօրենը առաջարկել է, որ մնամ հիմնական աշխատող։ Գեղեցկության սրահը մոտ 2 տարի առաջ է Արինեն բացել, արդեն հասցրել վերադարձող հաճախորդների մեծ խումբ հավաքել եւ մի քանի ամիս առաջ էլ որոշեց թիմը մեծացնել, նոր աշխատակիցներ ներգրավեց պետաջակցության ծրագրով, որը կես տարով շահեկան պայմաններ է առաջարկում գործատուներին։ Ծրագիրը ընդառաջում է մեզ գործատուներին, այնտեղ հարկերի տեսակներ կա, որոնք հովանավորում են, ֆինանսավորում են։ Ուսուցում, պրակտիկա, աշխատանք, այս 3 բաղադրիչն է ծրագրի հիմքում, որոնց համադրմամբ գործնական հարաբերությունների ձևավորման 3 մոդել է առաջարկվում։
Աշխատանք առաջարկողի ու աշխատանք փնտրողի հանդիպան ժամանակ ընտրությունն արվում, թե որ բաղադրիչները ներառվեն։ Որոշում կայացնողը գործատուն է։ Ուսումնառության ընթացքում պետությունը կես տարի հոգում է շահառուի կրթական ծախսը, նաև կրթաթոշակի։ Պրակտիկայի փուլում վճարում է աշխատավարձ 165,000 դրամ 3 ամիս, եւս 3 ամիս էլ հարկերն է փոխհատուցում մինչև 50,000 դրամ։ Ծրագրի արդյունավետության ցուցիչ է նաև, թե աջակցության ավարտից հետո ժամանակավոր աշխատանքային պայմանագրերից որքանն են դառնում անժամկետ։ Կեսից ավելին արդեն աշխատանք են գտել, մի կարևորագույն խնդիրը լուծել ենք, մարդիկ իրենց աշխատաշուկան գտել են, զբաղված են եւ գրանցված աշխատող են, ինքնին դա նշանակում է, որ մարդկանց իրավունքները նաեւ պաշտպանված են աշխատանքային։ Աշխատանք փնտրողին եւ թափուր հաստիքի հայտ ներկայացնողին օգնում են հանդիպել միասնական սոցիալական ծառայությունները։ Ծրագրի շահառու դառնալու համար ցանկացողներն ընդհանրապես պետք է դիմեն տարածքային գրասենյակներ, որ հասցե կամենան։ Շահառու ընդհանուր թիվը 2163 հոգի մարդ է ներգրավված, բացի զբաղվածության ծրագրերի մեխանիզմով աջակցելով Լեռնային Ղարաբաղ զբռնի տեղահանվածին աշխատանք գտել, նաև կա ուղղորդման մոդելը, գործատուները դիմում են տարբեր թափուր հաստիկներաբար աշխատող ներգրավելու հարցով եւ համապատասխանեցնելու պարագայում մենք ուղղորդում ենք 6374 հոգի մարդ աշխատանք են գտել նաև ուղղորդման մեխանիզմով։ Զբաղվածության ապահովման ծրագրի շահառու դառնալու միակ նախապայմանն է, որ աշխատանք փնտրողը մինչև դիմում ներկայացնելը 1 ամիս որևէ տեղ աշխատած չլինի։ Քննարկումներ կան այս պահին մեկ փոփոխության, միայն որ հնարավոր է 1 ամսյա գործազրկության ժամկետի պայմանը դառնա եռամսյա։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Arm.gov էջում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։